միասնական, այսպես ասած, ձևաչափով ընդգծելու խնդիր կա, որ եւ թե ներքին լսարանի եւ թե ներքին տարբեր շրջանակների համար եւ թե նաեւ արտաքին, որովհետեւ Պարզվում է, երբ որ այդ մասին չես խոսում, տեղը արագ այս 21-րդ դարի ինֆորմացիոն հասարակության պայմաններում ազատ է մնում եւ արագ կիսաճշմարտություններ են գալիս նստում այդտեղ, հետո դրանք դառնում են հղման ցիտման աղբյուր, հետո դրանք դառնում են այսպես ասած նորից բարձրաձայնման հարթակ ու հայտի բաները կարծես թե ստվերում են։ Այդ իմաստով այո նման հավաքները կարևոր են, ինչքան էլ որ տարօրինակ է, այո կարևոր է եւ անհրաժեշտ են եւ այստեղ տարբեր դարաշրջաններում տարբեր տեսանկյուններից խոսվեց եկեղեցի պետություն հարաբերությունների, եկեղեցու պետականաստեղծման գործընթացներում ունեցած դերակատարման մասին, չգիտեմ իմ բացակայության ժամանակ նշվեց թե չէ, բայց ես ուզում եմ ընդգծել նաեւ մի շատ կարևոր գործառույթ եկեղեցու Սփյուռքում եւ հայկական գաղթաշխարհում եկեղեցու դերակատարման մասին, երբ որ մենք չունենք պետություն կամ երբ որ անգամ ունենք գաղթաշխարհի տարբեր փուլերում, իսկ ցեղասպանությունից հետո երբ որ Հայաստանում խորհրդային կարգեր էին, արեք նայենք Սփյուռքում հայկական նվիրապետական աթոռները, թեմերը, թեմական առաջնորդները ըստ էության համայնքային կյանքի կազմակերպման առանցքը դարձան։ Իհարկե, չանտեսելով անշուշտ ազգային կուսակցությունների, ազգային այլ կառույցների դերակատարումը եւ Սփյուռքում ինստիտուցիոնալիզացման գործընթացը, որ ըստ էության նաեւ ինչ որ իմաստով իր մեջ պետականության տարեր էր պարունակում, որովհետեւ անհող պետության գաղափարն էր ըստ էության, չէ, հիմքում դրվում, առանցքը նորից շարունակում էր մնալ եկեղեցին։ Եվ այդ իմաստով չմոռանանք նաև Սփյուռքում Հայաստանյան Առաքելական եկեղեցին իր կառույցներով կրթամշակութային եւ համայնքային կյանքի կազմակերպման տեսակետից նորից հայտնի ճշմարտություն, բայց նորից ընդգծելու կարիք ունի։ Եվս մեկ անգամ նորից ողջունում եմ այս նախաձեռնությունը եւ կարծում եմ իր միգուցե փոքր, բայց իր էֆեկտը այս դժվար օրերում պետք է որ այն ունենա։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։